Դե եթե կարելի է սա համարել առաջի քայլը, որ արվել է կամ արվում է, փորձ է արվում անելու, եթե մենք չկարողանանք այս ամեն ինչը պահել ու իմ գնահատմամբ սա ավելի շատ ժամանակի վրա խաղալ է, քանի որ դիմել են դատարան, ուրեմն ցուցակի հետ կապված Ճիշտ եմ, Շունիկը նախկին ավականիում Բալասանյան դաշինքի անդամ է եղել, որը ԿՊ-ի հետ Չէ, ինքը չի եղել, ինքը չի եղել, Կարեն Բադալյան ինքը չի եղել, չէ, աշխատակազմի ղեկավարը ազգակցական կապ ունի Ուրեմն դուք կարող եք հիմա գնահատական տալ, որ հանգիստ է տարվել, հանգիստ է այդ ամեն ինչ արվել, դուք տեղյակ եք ինչ է կատարվել, խոսել ենք Կարենի հետ, հասկացել ենք ինչ է կատարվել, դուք բոլորդ էլ լավ հասկանում եք, որ Գյումրի քաղաքը փոքր քաղաք է ու այդ քաղաքի մեջ այդ տղան պիտի շարունակի ապրել, ու այսօրվա դրությամբ այս ամբողջ լրատվական դաշտը, ամբողջ երկիրը խոսում է այն մասին, որ ավագանու անդամ կամ մանդատ են կողանում Գյումրի քաղաքում ու այդ մարդը Գյումրի քաղաքում պիտի շարունակի ապրել, չէ՞։ Այդ մարդը հենց այնպես վերցնի ու որոշի, որ ինքը պիտի դառնա ամբողջ քաղաքով մեկ թիրախ, այդ մարդու վրա պիտի կպնի դավաճանի պիտակ, այդ մարդուն, այսինքն ես չգիտեմ, այս պայթերությամբ ասում եմ այն, ինչ որ մարդու հետ չեմ խոսել։ Տեղեկություններ ունեք, սպառնացել են, ինչ են արել։ Ժողովուրդ ջան, ես այս պայթերությամբ կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչն է պատճառը, ընդամենը կարող ենք հետևություն անել այս ամեն ինչից, որ սա ուղղակի դե ոչ չենք կարող մարդուն գտնենք, որ հասկանանք ինչ է եղել, ես չգիտեմ ինչ է, ամսի 23-ից ինքը մասնակցել է քաղաքապետի ընտրության քվեարկությանը, դրանից հետո մասնակցել է երթմնակալության քվեարկությանը, քանի որ մեր խմբակցությունը, այսինքն օրենքով պարտադիր քվորում պիտի ապահովեր, որ երթմնակալություն տեղի ունենար, մերոնք քվեարկությունը ապահովել են, բայց բուն երթմնակալությանը չեն մասնակցել, այդ երկու պրոցեսների ժամանակ է Կարենը մասնակից է եղել։ Դրանից հետո իշքան հիշում եմ ուրբաթ թե շաբաթ օրն էր, դրանից հետո երկուշաբթի օրը դիմումը առաջ է տրվել, երեքշաբթի օրը մենք էլի կապի մեջ ենք եղել, ամեն ինչ նորմալ է, չորեքշաբթի օրվանից Կարենի հետ կապ չեն կարողացել հաստատել։ Մոտ մեկ շաբաթ։ Կասկածներ առաջանալը ինքը եկել է դիմում է գրել, դիմումի ընթացքում ասեցի արդեն խոսել ենք ամեն ինչի մասին, մարդը սկզբունքորեն փորձել է, ինքը սկզբունքորեն չի եղել նման բան, մարդը դիմում է գրել ավագանու անդամությունից դուրս գալու համար, խնդրել է, համոզվել է, ինչպես է նորմալ է եղել, ինչ որ արվել է, թիմով է արվել, թիմի հետ քննարկման արդյունքում է արվել, թիմով է որոշվել, չի եղել բացարձակապես տարաձայնություններ, դե բնականաբար որոշման հետ կապված բոլորդ եք գիտեք, մեզ համար ինքը դժվար որոշում էր, բարդ որոշում էր, բայց այնուամենայնիվ մենք այն ժամանակ, որ լրագրողները, այսպես ասեմ, ման էին գալիս Մարդուն Գրիգորյանին, ինչ է ասելու, դե ասա Մարդուն, ասա սպասում ենք, չգիտեմ ինչ, այդ ժամանակ Մարդուն Գրիգորյանը իր թիմագիստների հետ, իր հարազատների հետ, ընկերների հետ, բոլորի հետ տարբեր տեսակի, տարբեր հարցեր էր քննարկում, որպեսզի վերջում գար իր վերջնական որոշմանը։ Այդ ժամանակ իմ հայտարարության տեքստը նույնիսկ քննարկվել է առանձին թիմի հետ, բոլորով քննարկել ենք այդ տեքստը, որին մասնակից է եղել նաև Կարենը։ Բոլոր առումներով որ հետագայում այսպիսի էլի խնդիրների առաջ չեք կանգնի եւ ի վերջո այն մեծամասնությունը, որ ընդդիմադիր ուժերը ունեն այս պահին, կդառնա փոքրամասնություն։ Դե ժողովուրդ ջան, ինչ երաշխիքը տեսնում եք։ Դե թիմի հետ կապված հիմա ժողովուրդ ջան, տեսնում եք ինչ է կատարվում։ Այս պայթերությամբ այն ինչ որ մենք
կարող ենք, այն ինչ որ մենք կարող ենք պահելու հետ կապված պահում ենք։ Այսօր տեսնում եք, որ մենք այստեղ խնդիր ենք տեսել եւ կռիվ ենք տալիս, այսինքն պայքարում ենք մեր մանդատը պահելու հետ կապված։ Իսկ տավականու անդամներ սոցիալի կողմեր, քրեական գործեր կամ ինչ-որ բան, որով կարող են իրենց պահել։ Ճիշտն ասած, ի սկզբանե, երբ որ ցուցակը ձևավորվել է, մենք բոլորի հետ հանդիպումները ունեցել ենք եւ մանրամասը քննարկել ենք եւ նաեւ քննարկվել է բոլոր հնարավոր սցենարները, որ կարող է լինել այս, կարող է լինել այն, կարող է այս հարցը առաջ գա, կարող է այն հարցը առաջ գա եւ այս պարագայում հենց մեկը Կարենը հավաստիացրել է, որ ինքը խնդիր չունի, ինքը խնդրեմ չունի, ինքը նվիրված է, ինքը կանգնած է, մնալու է մինչև վերջ, բայց այդ մարդը մինչև վերջ մնացել է ընտրություններին մասնակցել է, քվեարկությանը մասնակցել է, դիմումը գրեթե դուրս է եկել։ Հիմա թե այդ մարդու հետ ինչ է կատարվում, խնդրեմն ինչումն է, այս մարդը ինչի է նմանատիպ քայլի գնացել, արդեն այստեղից կարելի է հասկանալ։ Ազգակցական որևէ կապ կա, թե հետ։